Նախընտրական շրջանում մայրաքաղաքի գովազդային վահանակներին, հայտարարությունների համար նախատեսված ցուցանակներին և նույնիսկ արգելված վայրերում կարելի է տեսնել թեկնածուների քարոզչափ աստառները։ Իսկ թե որքանով ճիշտ է արված դրանց դիզայնը։ Այն ինչ դուք լսեք այս հաղորդման ընթացքում, դա սուբյեկտիվագույն կարծիք է։ Հանկարծ չմտածեք, որ դա իրականություն է, դա ընդամենը սուբյեկտիվ կարծիք է։ Որպես ավելացում ասեմ, որ իրականում մենք բացարձակ կապ չունենք քաղաքականության հետ ու նպատակ ունենք պարզապես խոսալ դիզայնի մասին ու նրա մատուցման մասին։ Եկեք սկսենք այս տարվա եւ բոլոր ժամանակների ֆավորիտից։ Բոլորին շատ հիշեցնող ձեթի պոստերից։ Կարելի ասենց K-word-ով իրան տենց անվանել, որովհետև այս պոստերը ոնց որ ձեթի պոստեր լինի։ Կարելի է ավելացնել երևի, որ դիզայները, որը կատարել է այդ պոստերը, համոզել է, ասել է հավանաբար բոլորը անելու են էլի ստանդարտի մեջ, եկեք անենք մի բան, որը տարբերվի, հատկապես Հանրապետական կուսակցության նախորդ պոստերները սպիտակ գույնի մեջ էին ոճով, ոճային, նախագահականի դեպքում ասել են եկեք որպեսզի տարբերվի, անենք դեղինի մեջ, ու կատարման առումով ավելի պրոֆեսիոնալ է քան ուրիշ պոստերներ, մաքուր նկարը մաքրած օրինակ բան, հա, բայց դեղինի վրա օրինակ այնտեղ կանաչով գրած ավելի լավ, հա, սլոգանի խնդիրը ընդհանրապես առանձին թեմա է, հա, որտեղ ավելի լավը ոչ մի բան չի ասում, այսինքն այսօրվա դրությամբ ու առհասարակ մարդիկ ուզում են տեսնել ինչ-որ կոնկրետ գնահատական, հա, ենթադրենք, որ լիներ տոկոսայինով, ասենք 10%-ով ավելի տրաֆիկի նվազեցում, հա, քաղաքային տրանսպորտի կամ 10% նվազեցում ցանկացած ոլորտում, 10% ավելի կանաչապատ, այդ մի խոսքով, այսինքն մեսեջը պետք է հստակ լինի, բավականին ծիծաղելի է ստացվում պոստերը առումով, որ ինքը իրոք բոլորի մոտ ասոցացվում է օրինակ ավտոբի հետ, հա, որովհետև նույն ավտոբը էլի դեղին ֆոնի վրա էր արված, աջ կողմում ձախ կողմում խոհարարներ, աջ կողմում էլ գովազդվում էր այն ինչը որ բաներ անում, հա, այդ առումով ինձ թվում է սխալ է լուծումը տված։ Երկուսին էլ ճանաչում եմ, շատ նորմալ վերաբերվում եմ, այսինքն էլի չենք անձնավորում, հա, այդ մարդկանց ուղղակի պոստերի տեսանկյունից մեկը ինչքան է նայես, հա շատ լավ է մեր Երևանի ստանդարտ դարձված, այսպես ասած Ալբերտ Պողոսյանի թիմի սարքած պանորաման, հա, օգտագործված է, կիրառված է, որը ողջունելի է, ինքը ավելի մոդեռն է, այսպես ասած, հա, այդ առումով, բայց այդ սփռտնած ֆոնը, որը վերևից գնում է դեպի գազարագույնի, հա, ու այնտեղ կեղտոտ շագանակագույնի նույնիսկ թույլ, բան գումարած դրան, որ ձեռքի տված են, այսինքն դա ես չեմ ասում, այսօր դուրս գանք, դուրս հարցնենք գրեթե ամեն երրորդը, կասի, որ սա ինչ-որ ուրիշ բան է հիշացնում, էլի, հա, չմանրանանք ինչ է հիշացնում, բայց ամեն դեպքում ասոցիացիաները էլի նույն ձև վատն են, ոնց որ մեր ֆավորիտի դեպքում։ Մոտեցումը, այսինքն փորձել ադապտացնել, որ բարև Երևան, то есть մենք փորձենք Երևանը բարևով անենք բանման, ուղղությունը շատ ավելի իմ կարծիքով լավ է, ողջունելի է, քան թե օրինակ ավելի լավ Երևան, բան էլի կամ ուրիշ ինչ-որ։ Թեմայի մեջ են մնացել այսպես ասած, էլի կարելի ասել, ուղղակի կատարումը այստեղ ավելի վատ է, քան նախորդ պոստերին, էլի։ Բարգավաճի պոստերը, հա, որտեղ պատկերված չի ոչ մի բան, փորձել են օրինակ մինիմալիստականի մեջ անել, բայց էլի տպավորությունը վատ է ստացվել, այսինքն կոնցեպցիայի մեջ խորանալով դու ենթադրում ես, որ սկսենք Երևանից, այնտեղ գորշ գույնը հատուկ ընտրված, որի հիման վրա այնքան թշվառ է հիմա Երևանի վիճակը, այնտեղից ինչ որ բացվում է, լույսի մեջ հենց այդ կուսակցությունն է, որը եւ փոխելու է ամեն ինչ, հա, այսպես ասած կոնցեպցիան դա է, ես ինչքանով հասկանում եմ, մասնակիցների առումով, այնտեղ էլի ժեստերի խնդիր կա, այսինքն այսօրվա դրությամբ բավականաչափ երկար ուսումնասիրվում է, թե ինչպես պետք է պահեն իրան տեխնացուն կամ քաղաքական գործիչ, այսինքն տեսանելի մարդ, հա, մեկի մոտ գրպանում է ձեռքերը դրված, մեկի մոտ պաշտպանողական է, այսինքն
իրականում գուցե տենց չի, բայց նկարիչը եւ պաստանովշիկը, այսպես ասած, այնքանով են սխալ արել, որ թվում է թե իրենք ինչ-որ բան են թաքցնելու կամ պատրաստ չեն։ Մի խոսքով ստացվել է պոստերը մեկ բառով որոգայթի շարունակություն։ Ամենաշատ անձամբ ինձ ֆոտոներն են բանանում, որտեղ իրանք այդ backlight-ով կոնտրոլ որ դրել են, այդ մոխրագույն ֆոնով բանը։ Մշակում են իրենք, բայց Երևի թե պետք էր ուղղակի ֆոտոները բան անել, եթե այս ֆոտոները օգտագործել, մենակ ֆոտոները առանց շագանակագույնի միանշանակ, ուսեն մեծ ուղղակի ֆոտոներ գրելով ուղղակի Բարգավաճ Հայաստան երևի առանց սկսենք Երևանից, որտեվ էլի այս այն թեման է, որ իրանք են ֆավորիտ ասենք ավելի հանրահայտ, բոլորն էլ գիտեն Օսկանյանին, դու գիտեք Օսկանյանին, իսկ Սիվիլնեթը գիտի Օսկանյանն ով է, չէ։ Որտեղ իրանք երեքով են նկարված այլ մյուս պոստերի մեջ առհասարակ սխալակ կտրված կոմպոզիցիան առումով, այսինքն ծնկից կտրած է նկարները կամ լինում է գոտկատեղից կամ ամբողջովին է մարդը երևում սովորաբար, էլի այդ ձևի պլան շատ քիչ են օգտագործում, սովորաբար տարանցինն է օգտագործում, երբ որ բագաժնիկի մեջից նկարում են մարդուն, ով որ նայում է, այսինքն այդ առումով էլի սխալ է ինքը վերլուծած, չհաշված որ վերևից էլի շատ քիչ տեղ է թողած, որ շնչի էլի պոստերը, այսպես ասած, այնպես քիչ կտրած է վերևից, հնարավորինս տեղավորել են ու ասել են լավ մեծ թող երևա, էլի։ Օրինակ հակի դեպքում ես որպես տենց այսպես ասած անդապեր մարդ քաղաքականությունը չեմ ճանաչում այս ջաջային ու եթե իրենք գիտեն, որ այս ջաջային հավանաբար կամ մարդիկ չճանաչող համեմատաբար Օսկանյանին, Տարոնին ու Ռաֆին, որոնք միանշանակ համընդհանուր ճանաչման են, երևի իրանց մոտ պետք էր ակցենտ անել ոչ թե խոսում եմ նրա համար, որ տիպը իր ֆոտոն, այլ իրեն ներկայացնելու վրա առհասարակ միգուցե պետք էր միտեղ կողքը երկար-բարակ իր բիոգրաֆիան գրել, մարդը մտներ բաներ, ուղղակի կարդար ծանոթանար, չխանգարող լրիվ պոստեր ու դիզայնի մեջ չմտնող էլի։ Շատ բան չկա ասելու, որովհետև ոչ մի բան չասող պոստեր է իրականում, հա, այն առումով, որ լավ չեն ներկայացրել տեխնացուին կոնկրետ, դաշնակցությունն են ներկայացրել, որը ես լավ եմ որպես հա երանգավորում կարմիրի վրա շագանակագույնը հավանաբար տպելուց ոսկեգույն պետք է տպվեր, ուղղակի բյուջեի մեջ չեն տեղավորվել, դրա համար երևի ոսկեգույն չի տպվել, չգիտեմ, ինքը էլի պոստերը ոչ մի բան չասող պոստեր է։ Ինձ թվում է այս պոստերը ավելի շատ առած է ՀՅԴ-ի, հաստորեն լավ իմացող խորացած հենց իրանց կոնկրետ աուդիտորիայի համար, ոնց որ իրանք իրանց ընկերության համար են, այն մարդիկ ովքեր շատ խորացած չեն, շատ չգիտեն առավելևս երիտասարդները, ովքեր հիմա արդեն 16 տարեկանից բարձր են ու ընտրության իրավունք ունեն, իրանք ինձ թվում է պրոստը գաղափար չունեն ՀՅԴ-ն ինչա, ես էլ այդ թվում, ու սենց նայում ես ոչ մի բան չասող պոստեր է։ Կատարված է Facebook-յան դիզայնով, այսինքն Facebook-ի layout-ը վերցրել են, ֆորման տեսքը, հա, այնտեղ պրոֆայլ նկարի տեղը checkbox են դրել, ինչ են ասում դրան ընտրության ժամանակ, որ լինում է, հա։ Չկա։ Թռչունիկ, հա։ Թռչնակ են դրել, հա, ու ընտրում ենք, հա, ինչ որ settings-ի նկարով են պահպանել այնտեղ, չգիտեմ, ներքև։ Մի խոսքով, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ եւ արդարացված, երևի թե նպատակը հենց դրված էր ու ակցենտավորած էր Facebook-ա սիրահարների վրա, ովքեր պետքա Facebook-ը գան եւ քվեարկեն իրանց համար, չգիտեմ, ինչի համար է այդպիսի դիզայն ընտրված, բացարձակ կապ չունի էլի ընտրությունների հետ։ Պրինցիպի թիմային ինչքան իր բացասական ունի, համելդրական ունի, ինքը բան անում, մի քիչ այդ որ մենք թմով ենք աշխատում բանման գաղափարապես վատ միտք չի, ուրիշ բանա որ վատ է կատարված, որովհետև ստե տպավորությունը այն է, որ երեխեքով գնացինք Կասկադ մի հատ ֆոտո արենք, չընտրվենք, ինչ որ մոտորապես սենց էր էլի շատ անլուրջոտ վիճակ է, ու ամենակարևորը ես ընթացքում հարցնում էի, թե ոնց է այս հավաքանոն ընտրությունները, ես տեղեկ չէի, փաստորեն մենք վսյոժը ընտրել ենք քաղաքապետին, ոչ թե թմին, ու ստեղ ուղղակի չի երևում ով է քաղաքապետը, ես գուշակում եմ, որ կենտրոնի կանգնած է, բայց հա, որ հա, մի րոպե ինքն է, թե այն կողքի աղջիկն է, թե կարող է իրանք ամուսին ու կին են, որ կողքի են կար, ինչ որ շատ տարօրինակ է, էլի, վսյոժը պետք էր հստակ ցույց տալ, ապեր, այս մարդը քաղաքապետն է, այն նրանք էլ
թիմն են ու իրանք պրոստը կասկադում ման չէին գալիս, հատոկ ուզում էին ցույց տային, որ կասկադում նկարվել են։ Դիտարկելով երկու տեսակի պոստերները կարելի է պատկերացնել, որ հենց պատրաստի նկարի մեջից, հա, մյուս պոստերի մեջի նկարը կտրված է, տեղադրած է քաղաքի ֆոնին։ Այն առումով, որ քաղաքի ֆոնին նկարված է մարդ, կոնցեպտուալ ավելի ճիշտ է, բայց կատարումը շատ վատ է, շատ անփույթ է նախ մաքրված գլխի շրջանը, հա, տեխնացուի, ու եթե մոտիկից ուղղակի ուշադիր լինեք, ինքը հենց հստակ երևում է, որ ուրիշ ֆոտոից կտրած մաքրած է, այսինքն ընդամենը պետք է մեկ հատ ֆոտոսեսիա կազմակերպել, գնալ թեկուս ինկրուստի, այսինքն կանաչ ֆոնի վրա նկարել, հետո մեկ հատ կլիկով մաքրել այդ սաղ կանաչը, մազերն էլ ինքը իդեալական կհանվի։ Այս են դեպքերից են, որ եթե բանը հղկենք մտածել նենց անենք տարբերվենք, իրանք էլ մտածել նենց անենք, նենց լուծվենք, ոչ մեկ չզգասկի, որ մենք вообще մասնակցել էինք այս ընտրություններին, իսկ թվում է նպատակին հասել են, որովհետև ամենա ստանդարտ վիճակն է քաղաքի ֆոն, մարդն տրադիցիան է, էլի, որը պահպանել է մարդը, երբ դրանով ցույց տալու ես տրադիցիոն եմ դիզայնի տեսակետից նաև 5 բալով 0.1 երևի կարելի է տալ դիզայնին։ Մայիսի 5-ի ընտրությունները մոտակա մի քանի տարիների ընթացքում կլինեն վերջինը, քաղաքն էլ կազատվի քարոզչապաստառներից, եթե իհարկե չլինեն արտահերթ ընտրություններ։